Տեսեք, առողջության հետ կապված ես տարբեր առիթներով, երբ որ հանդիպում եմ Սրբազանի հետ քրեակատարական հիմնարկում, պարբերաբար հարցնում եմ, ոնց եք ձեզ զգում, ինչ խնդիր կա։ Գիտեմ մի քանի առողջական խնդիրների մասին, իհարկե, որ հիմա չեմ կարողանա այստեղ հրապարակային ասել, որովհետև դա անձնական տվյալ է, բայց ասեմ նաև, որ իր բարեկամների միջոցով փորձում եմ ինքնուրույն տվյալներ հավաքել, այսինքն որոշակի փաստաթղթեր եմ խնդրել ինձ փոխանցեն, որ երբ որ անհրաժեշտությունը գա, մենք փորձենք դա նաև կիրառել, որովհետև եթե հարց ասավ նրան, որ նրա կյանքի նկատմամբ վտանգ սպառնաց, մենք իրեն չենք լսելու, այսպես ասեմ, բայց քանի դեռ այդ տվյալները մենք ձեռք չենք բերել, այս պահին հակառակ իր դիրքորոշման որևէ բան չենք կարող անել։ Պարոն Զոհրաբյան, պարոն Սարգսյանի բազմաթիվ արխիվային օրինակներից հետո կարծում եք ազատազրույց կկայացնի դատավորը։ Տեսեք, պարոն Սարգսյանը նաև Կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրել էր դատախազության կոլեգիայի որոշում, որով ասել նմանատիպ դեպքերում չտանել կալանավորման։ Մինչդեռ դատախազները իրենք իսկ կոլեգիայի որոշման նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսևորելով գնացին կալանավորման ճանապարհով, դատարանն էլ բավարարեց կալանավորման ճանապարհը։ Դատանը ակնհայտ կերպով, երբ կար երկու լրատվամիջոցների գրությունները, որ այդ երկու իրավիճակը նկարահանվել են Գյումրի քաղաքում, դատարան ունենալով այդ ապացույցները ուղղակի գործը չուղարկեց ըստ ընդդատության։ Երբ որ նմանատիպ խախտումներ է թույլ տալիս դատարանը, ակնհայտ է, որ այս դատարանը ինչ որ մի կոմպրոմատի կամ ինչ որ մի բանի պատճառով վախեցած է իշխանությունից եւ անելու է այն, ինչ որ անում է։ Այսինքն կալանք է սահմանել, այն դեպքում երբ կալանք չէր հասնում Միքայել Սրբազանին, եւ բնականաբար նաեւ իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման։ Մենք այդպես ենք կարծում, որովհետեւ քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել Սրբազանը իրենց խանգարում է։ Եվ մի բան էլ ասեմ, անկախ նրանից ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն մեղադրական վերդիկտ կա, այսինքն դա նշանակում է մեղադրական դատավճիռ է լինելու։ Այսինքն մեղավոր են ճանաչել Սրբազանին։ Մենք միևնույն է դա բողոքարկելու ենք, որովհետև դա արդեն հակասում է ճշմարտությանը։ Պարոն Զոհրաբյան, բայց այս գործը ակնհայտ է, որ քաղաքական տեքստ ունի, քաղաքական պատվերով գործ է, ինչ դատավորի էլ որ առաջացյալում մակագրվեր, ելք այսպեսին չէր լինի։ Տեսեք, կան դատավորներ, դուք էլ լավ գիտեք, որտեվ իրավական դաշտում աշխատող լրագրողներ եք, գիտեք, որ կան դատավորներ, որոնք այս աստիճան իրենց խղճի դեմ չեն գնա։ Այդ պատճառով էր, որ Գյումրի չուղարկվեց։ Թե չէ կուղարկեն Գյումրի, կասեն շատ լավ, կուղարկեն Գյումրի, Գյումրում էլ նույն պատվերով մեր ուզածը կստանանք։ Բայց ինչու չուղարկվեց։ Ինչու է այս տիպի գործերը մակագրվում Մասիս Մելքոնյանին, Արմեն Մելիքսեցյանին, վերաքննիչ են գնում են նույն մարդկանց մոտ։ Ինչու է սա այսպես լինում, որովհետև իրենք իրանց սրտի դատավորներն են, այսպես ասած, եւ բնականաբար իրենք ավելի հեշտ են հակված մեղադրական ակտ կայացնելու։ Եվ մենք կարծում ենք, որ եթե լինեին ուրիշ դատավորներ, որոնց մոտ սա կընկներ, միգուցե այս ծայրաշճան, այսպիսի խախտման չգնային։ Արմինե Մելիքսեթյանն էլ կարծում եք սրտի դատավորների շարքին է դասել։ Տեսեք, մեր փաստաբանների մոտ այնպիսի հետաքրքիր բան կա, փաստաբաններից մոտ կա դատավորների ռեյտինգավորում, այսպես, նաև ոչ գրված։ Արմինե Մելիքսեթյանը միշտ համարվել է մեղադրական հակում ունեցող դատավոր։ Այսինքն, եթե մի քիչ sense գայուն քաղաքական ենթատեքստ ունի, Արմեն Մելիքսեթյանը մեղադրողի դիրքորոշումն է կիսում։ Սա փաստ է, Մասիս Մելքոնյանը նույնպես։ Եվ պատահական չէ, որ որոշ հայտնի գործերով հենց իրենք են այդ դատավորները։